Եկամտային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունները վերջին շրջանում մտահոգությունների առիթ դարձան թե աշխատողների եւ թե գործատուների մեջ։ Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ է իրենից ներկայացնում օրենքը եւ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նախ ասեմ, որ եկամտային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է դեռևս 2010 թվականի դեկտեմբերին եւ ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարի 1-ից։ Կատարված օրենսդրական փոփոխությունը ենթադրում է, որ 2013 թվականի հունվարի 1-ից կիրառվող եկամտային հարկը փոխարինելու է ներկայումս կիրառվող եկամտահարկին եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարին։ Եվ եկամտային հարկի ներդրման հիմնական պատճառը ըստ էության եղել է գործող օրենսդրությունը երկրում կատարվող կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը սպասարկող օրենսդրության հետ համապատասխանեցնելը։ Աշխատողների մտահոգությունը հիմնականում կապված է այն բանի հետ, որ դրույքաչափը, այսինքն ավելի շատ է լինելու։ Ըստ էության նրանք ավելի շատ հարկեր են վճարելու եւ ավելի քիչ արձեռն գումար ստանալ։ Սա որքանով է համապատասխանում իրականությունը եւ արդյոք այս մտահոգությունը տեղին է։ Ձեր նշած մտահոգությունները մեզ ծանոթ են, բայց մտահոգությունները տեղին չեն։ Ինչու՞։ Որովհետև եկամտային հարկի մասին ընդունված օրենքն ունի համապատասխան կարգավորումներ, որոնք երաշխավորում են, որ օրենքի ընդունմամբ պայմանավորված վարձու աշխատողների տնօրինվող կամ մաքուր աշխատավարձերի կրճատում չի լինելու։ Մասնավորապես, օրենքով նախատեսված է, որ օրենքի ընդունումից հետո գործատուները վերահաշվարկելու են վարձու աշխատողների աշխատավարձերն այնպես, որ նոր ստացվող աշխատավարձը պակաս չլինի ինչպես 2012 թվականի ընթացքում ստացված միջին աշխատավարձից, այնպես էլ 2012 թվականի ստացած վերջին դեկտեմբեր ամսվա աշխատավարձից։ Այսինքն մտահոգությունները, որ օրենքի ընդունմամբ կարող են կրճատվել վարձու աշխատողների տնօրինվող աշխատավարձերը, տեղին չեն։ Այսինքն այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե հունվարի 1-ից է մտնում գործածության մեջ արդեն օրենքի փոփոխությունը, աշխատողների այն մտահոգությունը, որ գործատուները գուցե իրենց չվճարեն ոչ լրիվ կամ ավելի շատ գումար իրենցից պահանջեն, սա տեղին չէ եւ օրենսդրական լծակ կա, որը կարգավորում է հարաբերությունները, որ հոդվածների մասին է խոսքը, եթե կա այդպիսին։ Խոսքը եկամտային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի եւ այս տարվա մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված թիվ 692 որոշման մասին է, որով ամբողջությամբ կարգավորվում են վարձու աշխատողների աշխատավարձերի վերահաշվարկման հետ կապված հարաբերությունները։ Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ գործատուն կարող է չվերահաշվարկել վարձու աշխատողների աշխատավարձերը, թույլ տվեք այս մտավախությունը չկիսել, ինչու, որովհետև կան հետևյալ երկու հակափաստարկները։ Առաջին, նախ օրենքով բավական բարձր պատասխանատվության միջոց է նախատեսված այն գործատուների համար, ովքեր չեն կատարի օրենքի վերոնշյալ պահանջը, այսինքն չեն վերահաշվարկի իրենց վարձու աշխատողների աշխատավարձերը։ Եվ երկրորդ, գործատուները ըստ էության որևէ խթան չունեն չվերահաշվարկելու աշխատավարձերը։ Ինչու, որովհետև գործատուները այսօր գործող օրենսդրության համաձայն իրենց միջոցների հաշվին կատարում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ։ Նոր համակարգի կիրառությունը արդեն իսկ ենթադրում է, որ նման վճարներ գործատուների միջոցների հաշվին չեն կատարվելու։ Փոխարենը պարզապես այդ վճարների մոտավորապես նույն չափով գործատուն ավելացնելու է վարձու աշխատողների հաշվարկային աշխատավարձերը եւ դրանից պահելու է միայն եկամտային հարկ։ Այսինքն նույնիսկ տնտեսական առումով գործատուն որևէ խթան չունի աշխատավարձերը չվերահաշվարկելու եւ դրանով իսկ իրեն պատասխանատվության այդ միջոցների կիրառության վտանգի տակ դնելու։ Վարձու աշխատողների համար ըստ էության ինչ օգուտ է բերում այս օրենսդրական նոր փոփոխությունը եւ կա նաեւ այն տեսակետը, որ պետությունը փորձում է այս բեռը դնել գործատուի աշխատողների վրա, որից ստացված գումարը գործատուն որպես հարկ ինքը պետբյուջե է վճարելու դա։ Սա միտում չի, որ միտված է պետական բյուջե գումարներ տրամադրելուն ուղղակի։ Ձեր հարցադրման վերջնամասից սկսեմ, եթե թույլ կտաք, ուրեմն հարկման համակարգերի փոփոխությամբ պայմանավորված պետությունը լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքագրելու նպատակ իր առջև չի դրել։ Սա մեկ։
եւ եթե խոսելու լինենք այն հնարավոր օգուտների մասին, որ հասարակությունը, վարձու աշխատողները կարող են ստանալ հարկման համակարգերի փոփոխություններից, որպես առաջին ձեռքբերում, որպես հիմնական ձեռքբերում պետք է նշեմ այն մասին, որ եկամտային հարկի ներդրումը հնարավորություն կտա ներգրավելու կൂട്ടակային կենսաթոշակային համակարգում, որը երաշխավորելու է կենսաթոշակային ավելի կայուն համակարգ եւ ավելի բարձր երաշխավորված կենսաթոշակ, երբ որ մենք կանցնենք կենսաթոշակի։ Իշխանություններին ինչու էր պետք օրենսդրական նման փոփոխությունը եւ շահարկվում է այն տեսակետը կարծիքը, որ նա հավաքում է կൂട്ടակային ֆոնդ եւ այսինքն եկամտահարկը գումարվում է պարտադիր սոցիալական վճարներին եւ արդյունքում ձևավորվում է նպաստը։ Սրա մասին ինչ կասեք։ Պետությունը լրացուցիչ հարկային եկամուտներ ստանալու նպատակ երբևէ չի դրել իր առջև այս համակարգային փոփոխությունից։ Նպատակը մեկն է՝ գործող օրենսդրությունը վերափոխել այնպես, որպեսզի հնարավոր լինի սպասարկել կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը։ Իսկ ինչ վերաբերում է վարձու աշխատողների հաշվին կատարվող եւ կൂട്ടակվող միջոցներին, եկամտային հարկի տեսքով հավաքագրվող գումարները չէ, որ կൂട്ടակվելու են մեր վարձու աշխատողների համար բացվող կൂട്ടակային կենսաթոշակային հաշիվներին։ Խոսքը մեր կողմից կատարվող կൂട്ടակային վճարների մասին է լինելու, բայց կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կկիրառվի 2014 թվականից, այսինքն առաջիկա տարում օրենսդրական առումով փոփոխությունները կլինեն միայն հարկման համակարգում։ Եվ եւս 1 տարի հետո նոր կներդրվի պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգ։ Եվ այս օրենքի փոփոխությունը ստվերային բիզնես արդյոք չի զարգացնում։ Ոչ։ Ինչու ոչ, որովհետեւ գործատուն պարզապես շարժառիթներ չունի իր վարձու աշխատողներին չգրանցելու, հատկապես եթե գործող օրենսդրության բոլորովին վերջերս խստացվեց պատասխանատվության միջոցը այն դեպքերի համար, երբ գործատուն օրենքով սահմանված կարգով չի գրանցում իր վարձու աշխատողներին, այսինքն 2012 թվականի հունվարի 1-ից ներդրվել է պատժամիջոցների կիրառության պրոգրեսիվ աճող սանդղակ եւ կախված օրենքով սահմանված կարգով չգրանցված վարձու աշխատողների թվաքանակից այդ պատասխանատվության չափը աճում է եւ չեմ կարծում, որ որևէ խելամիտ ռացիոնալ մտածողության տեր գործատու կգնա այդ ռիսկին, նորությամբ կրկնում, մանավանդ որ տնտեսական որևէ շարժառիթներ չկան։ Փորձենք գալ եզրահանգման եւ դիտարկենք այս օրենքի փոփոխությունը, ինչ դրական քայլեր, ինչ դրական փոփոխություն կարելի է արձանագրել։ Եկամտային հարկի ներդրմամբ մենք հնարավորություն կստանանք ներկայումս հարկային մարմին ներկայացվող երկու հաշվետվությունների փոխարեն, եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունների փոխարեն ներկայացնել ընդամենը 1 հաշվետվություն միասնական։ Երկու վճարումների փոխարեն կատարել ընդամենը 1 վճարում։ Սա եւ կպարզեցնի հարկային հաշվառումը եւ կկրճատի հարկային հաշվառման վրա ծախսվող ռեսուրսը եւ այս առումով համակարգի ներդրումը նաեւ շահեկան է գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից։